Փաստ է, որ ցածր մասնակցության դեպքում Նիկոլ Փաշինյանը ընտրվելու է։ Մենք ուզում ենք թույլ չտալ Նիկոլ Փաշինյանի վերարտադրությունը, այլ հարց է, որ եթե ինչ-որ մեկը իր չհաշկեն այսպես վերսած կանգնած է, որ ուրեմն ձեր ջուրը արդեն կարա իմ ջրաղացի մեջ լցնեք, դա տեղի չի ունենալ։ Մարդիկ պետք է որոշեն, իրանք ուզում են ազատվել Նիկոլ Փաշինյանից ինչ ուզում է լինի, թե ուզում են ազատվել Նիկոլ Փաշինյանից պայմանով, որ իրանք լինեն անպայման իշխանություն վերցնողը։ Հավաքել քաջությունը, գնալ երկրորդ փուլում հաղթել Նիկոլ Փաշինյանին, ջիհադը հայտարարում իրանց այդ հակահայկական գաղափարների շրջանակներում, վանեցի լինելը նույնիսկ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման չի խանգարում։ Նիկոլ Փաշինյանը պիտի փոխի հայ ժողովրդին մինչև իշխանությունը կորցնելը։ Եթե հայ ժողովուրդը մնա այնպիսին, ինչպիսին եղել է իր իշխանություն վերցնելու ժամանակ, կամ նույնիսկ ինչպիսին է հիմա, Նիկոլ Փաշինյանը շանս չունի իշխանափոխությունից հետո ազատության եւ երջանիկ կյանքի մեջ ապրելու։ Տպավորությունն է, որ պայքարա թե ով է Եվրասիական տնտեսական ինտեգրման հանձնաժողովի նախագահ դառնալու։ Փաշինյանը չի վերարտադրվի։ Այո։ Ընդդիմությունն մենք չենք վերարտադրի։ Տարածաշրջան վերջին 30 տարվա ընթացքում առաջին անգամ ռուսական զորքինքն է բերել 2020 թվականին, նաև ռուսներին պարտքա 2021 թվի վերարտադրության համար։ Եվ ես կարծում եմ ինքը ռուսներին պարտք կմնա նաև 2026-ի վերարտադրության համար, եթե կարողանա վերարտադրվել։ Վերջին տարիների ու ամիսների տարբեր սոցացումներ վկայում են, որ ընտրողների մի զգալի հատված չի կողմնորոշվում ում ընտրել։ Այս ֆոնին Հայաստանի քաղաքական դաշտում ի հայտ է եկել բոլորին դեմեմ շարժումը, որը մասնակցելու է ընտրություններին։ Բարև ձեզ, Արկադի Գրիգորյանն եմ, կիզակետում այսօր ում ջրաղացին է ուզում ջուր լցնել այս շարժումը, այս ու այլ հարցերի մասին առաջին ձեռքից։ Բոլորին դեմեմ շարժման ներկայացուցիչ Միքայել Նահապետյան, բարի գալուստ կիզակետ։ Ողջույն։ Շնորհակալ եմ հրավերին արձագանքելու համար, պարոն Նահապետյան, եւ այսպես հենց այդպես ժողովրդական խոսքով։ Ում ջրաղացին եք ուզում ջուր լցնել, հակադիր ճամբարներից, իդեպ, ձեզ մեղադրում են կամ իշխանության կամ ընդդիմության, հա, ջրաղացի մասով։ Սակայն ավելի շատ է անուղղակի ու ակամա իշխանություններին աջակցելու մասին մեղադրանքը։ Ու ահագին ժամանակ է դա հնչում է, ինչ դուք սկսել եք այդ նախաձեռնությունը։ Գիտեմ, ծանոթ եմ մեղադրանքներին, որոշ մեղադրանքներ համարում եմ մրցակցային խանդ, այսինքն մարդիկ փորձում են իրանց ձայները պաշտպանեն մեզնից։ Որոշ մեղադրանքներ գալիս են քաղաքացիների որոշ պատկերացումներից կամ ցանկություններից կամ կանխավարկածներից։ Հիմա մանրամասների մեջ մտնելով ասեմ։ Այսինքն մեզ ուղղված ազնիվ մարդկանց քննադատություն եւս կա, բայց կա շահագրգիռ քննադատություն նաեւ, որը ազնիվ չեմ համարում, որովհետեւ ազնիվ կլիներ, եթե ասեին, որ մենք ունենք նախընտրած քաղաքական ուժ ու դուք խանգարում եք մեր պլաններին, դրա համար ենք մենք ձեզ քննադատում։ Բայց ամեն դեպքում երկու տիպի քննադատություն էլ կա։ Դուք ոչ մեկի ձայնը չեք տանում, այսպես ասեմ, հա, ճիշտ եմ հասկանում։ Գործող երկու կողմից էլ։ Այդտեղ մի սեգմենտ կա, որի քվենեին մենք հավակնում ենք, բայց դրա մասին խոսեմ հաջորդիվ։ Տեսեք, փաստ է, որ ցածր մասնակցության դեպքում Նիկոլ Փաշինյանը ընտրվելու է։ Փաստ է, որ կան քաղաքացիների բավականին մեծ թիվ կազմող հատված, որը չի պատրաստվում գնալ ընտրությունների, որովհետև չունի նախընտրություն եղած խոշոր կամ ոչ խոշոր ճամբարների մեջ։ Փաստ է, որ գնացողների մի հատված ուժեղներին ձայն տալու սովորություն չունի, միշտ ընտրում է փոքր քաղաքական ուժերի, որոնք հիմնականում անցողիկչամը չեն հատում։ Փոշյանում գնում են։ Դա կազմել է 261,000 ձայն 21 թվականի ընտրություններին։ Հիմա այս փաստերը երբ որ համադրում ես, ստացվում է, որ ցածր մասնակցության պայմաններում փոքր քաղաքական ուժերին քվեարկած ձայների փոշիացումն էլ դրան գումարած Նիկոլ Փաշինյանը գրեթե 100%-անոց հավանականությամբ վերարտադրվելու շանս է ստանում։ Սա այս իրավիճակից փոփոխություն ուզող մարդիկ պետք է ուղիներ գտնեն դուրս գալու։ Ուղիներից մեկը դա լայն կոնսոլիդացիան է, որ փոշիացում տեղի չունենա։ Ընտրացուցակների ներկայացմանը մնացել է 1 ամսվա վերջնաժամկետին, ոչ թե սկսելու, վերջնաժամկետին մնացել է 1 ամիս ժամանակ։ Ոչ միայն մենք տենց խոշոր կոնսոլիդացիա չենք տեսնում, մենք նաև տեսնում ենք
կոնսոլիդացիայի դեմ ուղղված հստակ դիրքորոշում ընդդիմադիր հատվածի տարբեր անկյուններում, որ պետք չի կոնսոլիդանալ, ճիշտ է առանձին գնալ, հետո միավորվելն է։ Ինչը նաև հնարավորություն է տալու դաշտի ավելի փոքր խաղացողներին ասել, օքեյ, դե մենք էլ հետո կհասկանանք ինչ ենք անելու։ Հետևաբար այդ կտորը տենց է մնում։ Երկրորդ կտորը ցածր մասնակցության կտորում խնդիրը հետևյալն է։ Եթե լիներ կոնսոլիդացիա, մարդիկ ավելի հավանական համարեին, որ իրանց ցայնից ինչ որ բան է կախված, կարող են նույնիսկ մտածեին իրանց պատկերացած չարյաց փոքրագույնին ընտրելու մասին, էլեկտորալ ինտրիգ կառաջանա, բայց դա տեղի չի ունենում։ Այսինքն մեկ ընդդիմադիր եւ Փաշինյան, ճիշտ եմ հասկանում։ Այդտեղ ընտրական ինտրիգ կծագեր, բայց դա տեղի չի ունենում։ Եվ հետեւաբար ինչ որ բան է պետք մտածել, որ մարդիկ, ովքեր զզվում են բոլորից, այնուամենայնիվ չորոշեն տանը մնալով քվեարկել ուժեղի օգտին, անձային քվեարկել ուժեղի օգտին։ Դրա համար մենք փոփոխություն ուզող քաղաքացիներս, որոնք չունեն ընտրելու բան գոյություն ունեցող ընտրանոց, բայց չեն ուզում, որ իրենց լռությունը մեկնաբանվի որպես աջակցություն ուժեղին, իսկ ուժեղը միշտ իշխանությունն է լինում, որոշել ենք մեր համար ստեղծենք մեր քվեաթերթիկը բոլորին դեմ եմ։ Ճիշտ եմ հասկանում, ես այստեղ ընդհատեմ, ճիշտ հասկացա ձեր ամբողջ վերջի ասածից, որ հենց անունը կուսակցության այդպեսին չի, դուք բոլորին դեմ եմ անունը, բայց դուրս է գալիս, որ ձեր մասնակցությամբ ուղակի կամ անուղակի Փաշինյանի վերարտադրությունը ուզում եք թույլ չտալ, ճիշտ եմ հասկանում։ Ուղիղ տեքստով կարող եք պնդել նման բան։ Այո, դա ճիշտ է, ես սեթևետելու կարիք չունեմ։ Ջրաղացի հակառակն է, էլի, այսինքն, ինչու որ չէ, ինչու որ դες մեղադրում են։ Ջրաղացի հակառակն է կանում։ Այո, այդ մասով հակառակն է։ Չեք լցնում, Մենք ուզում ենք թույլ չտալ Նիկոլ Փաշինյանի վերարտադրությունը, այլ հարցը, որ եթե ինչ որ մեկը իրա չհաշկեն այսպես վերսած կանգնած, ուրեմն ձեր ջուրը արդեն կարող իմ ջրաղացի մեջ լցնեք, դա տեղի չի ունենալու։ Այսինքն, եթե այդ սցենարը քննարկել եք, քանի ասացիք, եթե մտել եք պարլամենտ, բայց մեծամասնություն չեք, շեմն եք հաղթարել, մտել եք։ Ու մեկ էլ իրավիճակ է ստեղծվում, որ բոլորին դեմեմի 10 падգամավորի կամ 8 падգամավորի ձայներից է կախված ով կլինի վարչապետ Փաշինյանը, թե պայմանական, չգիտեմ, Քոչարյանը, թե Սամվել Կարապետյանը, թե կապ չունի, ընդդիմադիր է։ Այս սցենարը քննարկել եք, ում ձայն գտաք, ում կմիանաք։ Քննարկել ենք մենք այս սցենարը, իրավիճակը, որը դուք նկարագրում եք, հետևյալն է, որ ոչ ոք միայնակ արժանի չի եղել քաղաքացիների են քվեին, որ միայնակ անի փոփոխություն։ Այո։ Հետևաբար դա որևէ մեկի դափնիները չի։ Այդտեղ չկա հարց ով ում պարտադիր պետքա միանա։ Մենք այդ իրավիճակից Հայաստանի համար շահեկան լուծում տեսնում ենք հետևյալը, որ ձևավորենք անցում են կառավարություն, դրա համար ընտրենք վարչապետ, որը իր կազմակերպած ընտրություններին չի մասնակցի, կկատարի 3 օրենսդրական փոփոխություն քաղաքական դաշտը ավելի մրցակցային ժողովրդավար սարքելու համար, եթե կարիք կա կարանք այդ ծրագրային խոսակցության մեջ մտնենք, 100 օր հետո կանի նոր ընտրություններ, որտեղ առանց վարչական ռեսուրսի եւ արդար կանոններով բոլոր ցանկացողները կմասնակցեն ընտրություններին, իսկ գործող կառավարությունը այդ պահին ընտրություն կազմակերպող կառավարությունը չի մասնակցի այդ ընտրություններին, այդ պայմաններում կորոշվի թե ուր եւ ում հետևից է գնալու Հայաստանը։ Այսինքն եթե 50+1 չլինի այդ վիճակը ստեղծի, դուք միայն այդ պայմանով կհամաձայնեք։ Մեզ ասում են, որ սա շանտաժ է, դուք ասում եք, եթե մեր ուզածով չի լինելու, ապա թող Նիկոլը լինի։ Մենք ասում ենք, որ շանտաժը հենց այդ կոնոտացիան է, որ մենք պարտադիր պետք է հարցի դրվածքը հետևյալն է։ Մարդիկ պետք է որոշեն, իրանք ուզում են ազատվել Նիկոլ Փաշինյանից ինչ ուզում է լինի, թե ուզում են ազատվել Նիկոլ Փաշինյանից պայմանով, որ իրանք կլինեն անպայման իշխանություն վերցնողը։ Այս հարցը պետք է որոշեն։ Դեռ դա կախված է, այսինքն արկախված է, դուք ընդդիմադիր դաշտում դե չեք տեսնում այդ տրամադրությունը, որ ինչ ով ուզում է լինի, բայց Փաշինյան չլինի, դա չի հիմա։
գլխավոր խաղացողների մոտ գոնե ինչ տրամադրություն եք տեսնում։ Թույլ տվեք ասել, որ չէ, որովհետև նրանց աջակիցների եւ պրոպագանդիստների շուրթերով ես արդեն տեսնում եմ այդ մեղադրանքները, հələ արդյունքներ չկա, հələ բոլորին դեմից չի կախված այդ քվեի հարցը, արդեն այդ շանտաժ ուլտիմատումը կախած է, որ եթե դուք չգաք քվեարկեք ամենաշատ ձայն ստացած մեր տեխնացուի օգտին, հետևաբար Նիկոլը վերարտադրվում է ու դա ձեր մեղքով է, դա շանտաժ է, որովհետև իշխանապողություն հնարավոր է նաև մեր առաջարկած տարբերակով, եթե ամբիցիան նա չի, որ ազատվել Նիկոլից, բայց անպայման մեր սիրելի առաջնորդը լինի հաջորդ։ Ձեր ձայն կտանք, բայց 100-օրով, ճիշտ հասկացա։ Եթե ընդունեք այդ 100-օրվա պայմանը, մենք էլ կաջակցենք, որ այդ դուք տեսեք, մոտավորապես այդ խոշոր քաղաքական միավորներին մենք այդ 100 օրվա համար ձայն չենք տա, որովհետև իրանք քաղաքական ձևավորված եւ կայուն գործող թիմ ունեն, որը հավակնում է ավելի երկարաժամկետ քաղաքական process-ի։ Հիմա ավելի ես կարծում եմ իրանք ինքները չեն ուզի մի 100-օրյա կառավարություն, որի հետևանքային է լինելու, որ իրանք չեն մասնակցելու իրանք կազմակերպած ընտրություններին, բայց սա խոսակցության հարց է։ Ի վերջո, այս փակուղին, որ մեզ մեղադրում են, որ դա փակուղի է, ունի ելք հավաքել քաջությունը, գնալ երկրորդ փուլում հաղթել Նիկոլ Փաշինյանին եւ ցույց տալ, որ դու միայնակ Նիկոլ Փաշինյանի այդ երկընտրանքի մեջ արժանի ես լինել այն մարդով, որ եւ մեզ կազատի Նիկոլ Փաշինյանից եւ ինքը կդառնա վարչապետ։ Գնացեք երկրորդ։ Հա, երկու առաջին ուժերով գնան ինքն, հա, թող գնա երկրորդ փուլ, եթե կա դրա համարձակությունը, եթե ողջամտությունը հուշում է, որ երկրորդ փուլում մեկը մյուսին գաղթի, թող գնա երկրորդ փուլ, իսեր Աստծո։ Ոչ մեկի ձեռքերը չենք կապել, բայց թող գնա երկրորդ փուլ, հստակ իմանալով քաղաքական հետևանքն ու պատասխանատվությունը, որ եթե իրենք պարտվեն երկրորդ փուլում, իրանք կրելու են մի մարդու համբավ, ով որ ուներ նաղդ իշխանապողության հնարավորություն մեր այդ համաձայնության գալու միջոցով, բայց ընտրեց Նիսիա աթոռի տարբերակը, կորցրեց եւ աթոռը եւ իշխանապողության շանսը։ Այս ռիսկի տակ թող իրանց կաշին դնեն, գնա երկրորդ փուլ։ Իշխանությունից խոսենք, ճիշտ է ընդդիմությունն էլ հիմնական սեգմենտներով ասում են, որ ես եմ հաղթել, շատ ինքնավստահ հայտարարություն են ասում են, հաջորդ վարչապետը մերն է եւ այլն եւ Փաշինյանը մյուս կողմից պակաս ինքնավստահ չէ, թե 65% նշաձող, հեղափոխություն 3 եւ դրան այդ ամեն ինչը ասելով, բայց վերակենդանացնում են պատերազմ թե խաղաղություն թեզը, որ եթե կան պատերազմ կլինի, մյուսները ասում են հո մենք գիժ չենք պատերազմ անենք ընդդիմությունը, բայց չի միևնույն է Փաշինյանը թեզը շարունակում է պնդել, որ եկողները պատերազմ անողներ են։ Դրան գումարած արցախցիներին նորից այդ սկսվեց, հա, այդ հաղթողներ, չգիտեմ, տարբերեց ամեն ինչը հայրենասիրությունը Ստալինյանը, այս ամբողջ փաթեթը, այսինքն ինքնավստահ է, թե ինքնավստահ չէ, ինչու է թեզերը այդ պարագայում շրջանառում մարդկանց գրգռող ըստ էության թեզեր, սա ինչի մասին է վկայում։ Նայեք, Նիկոլ Փաշինյանը իր բոլոր հռչակացներն իրականացնելու տարբերակ ունի ցածր մասնակցության պայմանով, որ իր ամբողջ էլեկտորալ զորքը մի մարդու նման առավոտ ժամը 6-ին ընտրատեղամասի դիմաց կանգնած ալնելու, ասի ով դե երբ են բացում մտնենք բան փրկենք երկիրը։ Միակ տարբերակն է իր, ճիշտ է, երկու անհրաժեշտ պայման կա, միաժամանակ այդ երկու պայմանը պետք է ապահովվի։ Իր էլեկտորալ զորքը լինի համար առաջին տագնապի ռեժիմում, որ այս կենաց մահու հարց է, մյուս կողմից մասնակցությունը ցածր լինի։ Սա ապահովելու համար ինքը աշխատում է գծած իդեալական քաղաքական տեխնոլոգիայով։ Մի կողմից ջիհադ է հայտարարում իրանց այդ հակահայկական գաղափարների շրջանակներում, ասենք մարդկանց թվում է, որ բան, հա, այս ինչ սխալ բան արեց Նիկոլ Փաշինյանը մետրոյում բան, շատ վատ անհարմար իրավիճակում հայտնվեց, ես պնդում եմ, որ այդ մարդը շատ հարմար վիճակում է հայտնվել։ Դուք ում տեսանկյունից եք նայում, որովհետև ինքը մոբիլիզացնում է այն սեգմենտին, որի համար կարևոր է, որ ինքը իրանը տենց պահի։ Իր հետ համաձայն սեգմենտ կա։ Դա նկատի ունեք, հա, մեծ։ Ես ավելին ասեմ, դուք իր կողքը նստած տիկնոջ հիացական դեմքը տեսաք։ Տենց հավաքական կերպար է, էլի։ Կա տենց սեգմենտ, եւ ինքը աշխատում է այդ սեգմենտի համար, ինքը ջիհադ է հայտարարել։ Բան նեղացնողներ բառը լավ ոնց որ հայերենում այդ կոնտեքստը չունի, էլի ռուսերենում կա abitchiki բառը։ Ինքը
բոլոր աբիդչիկներին, նեղացնողներին ջիհադ է հայտարարել իր էլեկտորատի համար։ Ում, այսինքն ազգին հայրենասիրության Այո, բոլոր այն մարդկանց, ովքեր, ասենք, չգիտեմ, Արցախյան շարժում են կազմակերպել, ովքեր աջակցել են դրան, ովքեր դեմ են խոսում հիմա Ղարաբաղը հանձնելուն, ովքեր դեմ են ինչ որ ձև բան, ադրբեջանական բենզինային առևտուրներին, ղարաբաղցիներին, նախկիններին, թալանչիներին, ում եք ուզում, այդ հավաքական կերպարներով իրանց ռոպագանդայի շեղբի տակով ով անցել է, սաղին այդ մարդը ջիհադ է հայտարարում, եւ դա միակ ճանապարհն է մոբիլիզացնելու իր էլեկտորատը պետք է հասկանա, որ սա վճռական պահ է, գնում են վերջնականապես լուծելու այս բոլոր հարցերը եւ գա քվեարկի։ Մյուս կողմից դա պետք է անել այնքան զզվելի տոնայնությամբ, ձևով ու ոճաբանությամբ, որ նորմալ պարկեշտ մարդը զզվի քաղաքականությունից, դադարի նայել քաղաքականությունը, դադարի հետևել քաղաքական process-ներին ու չգա ընտրությունների, որովհետև ասի ուր գնամ, ինչ խոսամ այս միջավայրում, գնամ, ինչ կարծիք հայտնեմ այս միջավայրում։ Այսինքն փորձը պրագմատիկ եւ բան ներկայացնել, ինքնիշխան ներկայացնել, դա այդպես է թե ոչ, այսինքն որ ասում ես պատմական արդարության համար այլևս չեմ պայքարելու, ինչու եք ասում ես վանեցի եմ, պետք ասես արտաշատացի եմ, սա ինչ աշխարհում ժամանակակից պետությունները այդպես են անում, ես իմ ճանաչածներից մեկը Իսրայելն է, այդպես չի անում, եթե հակադիր կարծիք եք, ասեք, սա իրոք խանգարում է այն պայմանականին վանեցի կոչելը Հայաստանի զարգացմանը կամ իմ հայաստանցի լինելուն։ Նայեք, վանեցի լինելը նույնիսկ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը չի խանգարում։ Հայաստանի զարգացումը ես մի կողմ եմ դնում, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը վանեցի լինելը չի խանգարում։ Վանը հետ բերելու քաղաքական ծրագիր եւ քաղաքական ուժ ստեղծելը, եթե այդ ուժը, ասենք, հատի 5-10%-ի շեմը կսկսի խանգարել հարաբերությունների կարգավորմանը։ Բայց նման քաղաքական ինստիտուտ Հայաստանում գոյություն չունի։ Մարդիկ իրանց համար, ասենք, բան, իրանց ինքնությունը պահպանելու գեղեցիկ եւ երբեմն վուլգար ձևեր են գտնում, որը աշխարհ քաղաքականության հետ ինչ որ կարևոր առնչություն չունի։ Կամ Արարատի անուն տալը նշանակում է բան, հա Թուրքիայի հանդեպ ոտնձգություն։ Դա բան է, մանկապարտեզ է, դա երբեք չէր կարող խանգարել հայ-թուրքական հարաբերություններին, այստեղ խնդիրը ուրիշ բան է։ Նիկոլ Փաշինյանը պիտի փոխի հայ ժողովրդին, մինչև իշխանությունը կորցնելը։ Ինչ որ բայ իշխանությունը կորցնելու է, չէ՞։ Ինքը պետքա փոխի հայ ժողովրդի ինքնությունը, որովհետև եթե հայ ժողովուրդը մնա այնպիսին ինչպիսին եղել է իր իշխանություն վերցնելու ժամանակ, կամ նույնիսկ ինչպիսին է հիմա, Նիկոլ Փաշինյանը շանս չունի իշխանափոխությունից հետո ազատության եւ երջանիկ կյանքի մեջ ապրելու։ Ինքը պետքա պահի իշխանությունը այնքան ժամանակ եւ ինտենսիվորեն փոխի ժողովրդին այնպես, որ իշխանությունը կորցնելուց հետո բարոյապես դատապարտելի լինի իրան իր արածների համար պարսավելը, որ դատել է ինչ որ առնչություն։ Այո, որ ընկալումն այնպեսի լինի, որ հոդուք հիմար չկար ազգային հերոսին ուր եք դատում։ Էսա պետք անել իր տեսանկյունից։ Ու ինքը սիրուն գնում այդ ճանապարհով, ինքը փոխում այ ժողովրդի ինքնությունը եւ վստահեցնում եմ ձեզ մարդիկ, ովքեր հիմա 2026 թիվն է, չէ՞։ 12 տարի հետո ընտրությունների են գնալու մարդիկ, ովքեր կենսաբանորեն չեն տեսել Արցախյան պատերազմը։ Ընդամենը 12 տարի հետո այդ մարդիկ գնալու են ընտրության։ Ովքեր ծնվել են պատերազմից հետո։ Մարդիկ, ովքեր պատերազմի հետ կապված հիշողություններ չունեն, իրանք շատ ավելի շուտ են գնալու ընտրության 6 տարի հետո։ Բավարար է եւս 2-3 անգամ պահել իշխանությունը, ապամոնտաժել հիշողություն ձևավորող բոլոր ինստիտուտներն ու հանրային օրգանիզմները եւ իմ ասածը տեղի կունենա 12-ից 15 տարվա ընթացքում։ Իդեպ դրանց մեջ մտնում են մարդիկ, որոնք 3 օրինակ լսեցին, որ ինչի ենք ցեղասպանություն ասելով մի մեղադրում մեկս մեկին տարածաշրջանի երկրներով, հա, չենք հոգնել,
դրա տակ էլ ինչ-որ բան կար, հա, մեզով է մեղադրում, չի, մենք պետք է չէ բոլորին կարծես թե մեղադրենք։ Ադրբեջանցիք մեզ ուղղված մեղադրանք ունեն, բայց Խոջալունը այսպես հա, բայց բան է, էլի ես չգիտեմ, որովե նորմալ առողջ բանականություն ունեցող մարդով որ հայ է իրան իդենտիֆիկացնում, ոնց կարող իրան թույլ տա նույն նժարի վրա դնի այդ երկու պատումները, բայց ինչևէ այդ ամեն ինչը արդեն տես լիքը նորմալիզացվել է մեր հասարակության մեջ, բայց հիմա անցնելով առաջ Նիկոլ Փաշինյանը ունի այս քաղաքական պլանը զարգացնել ապաթիան, իջացնել մասնակցությունը, մոբիլիզացնել իր էլեկտորալ զորքը, ընդդիմությունը ընտրությունների շուրջ վճռականության տրամադրություն ձևավորելու հույս չի ներշնչում, ասենք որ նայում ես ոնց, հա, ընդդիմության պատկերը, ասենք բան, տպավորությունն է որ պայքարա թե ով է Եվրասիական տնտեսական ինտեգրման հանձնաժողովի նախագահ դառնալու սրա շուրջա թեման։ Երբ որ այդ պահի լրջություն ասվածի ոճական կողմը չկա, ձևական եւ առերևույթ կողմը չկա, դժվար է մարդկանց ասել, որ դրա բովանդակային կողմը կա։ Այսինքն, երբ որ ընդդիմությունը ցույց չի տալի, որ իրոք շատ օրհասական է վիճակը, այս մեր երևի վերջի ընտրություններն ա, որում մենք կարանք ինչ-որ ժողովրդավար ոչ հեղափոխական ձևով փոփոխություն անենք եւ այլն, հազարատ նարատիվ կան, էլի, որտեղ իրեն խոսան։ Այդպես չի։ Դա չեք տեսնում դուք ընդդիմության մեջ։ Ընդդիմությունը դա չի անում, դա անող ընդդիմությունը պետք է այդպես բոլորով միանային իրար ինչ-որ ձևի։ Դա չեն անում։ Այս մի կողմից։ Միանային ինչ նկատի ունեք, կներեք որ շեղում մի բա։ Օրինակ ճիշտ է այն ժամանակ նախագահական էր, օրինակ 2008 թվականի Լևոն Տեր-Պետրոսյան նկատի ունեք, հա, այդ մոդելը մոտավորապես։ Հա, կոպիտ ասած ստեղծվել իրավիճակ, որ ենթակառուցվածք ունեցող որևէ երկրորդ ճամբար չկա։ Այդ վիճակա փոխում, այսինքն որ կա իշխանություն, բոլոր ենթակառուցվածք ունեցող ընդդիմադիրները մեկ ցուցակով, մեկ միասնական ճակատով են գնում, եթե այլ դրսևորումներ կան սեպարատ, դրանք բան չունեն, ենթակառուցվածք չունեն։ Սա կլներ հասկանալի կոնֆիգուրացիա։ Սա չկա։ Մյուս կողմից որևէ իրական աշխատանք ես չեմ տենում մասնակցությունը բարձրացնելու համար։ Հիմա եթե մարդիկ սիրուն ամեն մեկը իր վագոնը կպցրած գնում են Նիկոլ Փաշինյանի վերարտադրությանը, ես ու իմ ընկերները մեր պարտքն ենք համարում ինչ որ ձևի ջանալ, բարձրացնել մասնակցությունը, որպեսզի այդ ճամբարներից որևէ մեկը չկարանա իշխանություն վերցնի ոչ ընդդիմադիր այդ խառը ճամբարները, ոչ Նիկոլ Փաշինյանը։ Եթե մեր մոտ ստացվի, ասենք մի 100,000-ով բարձրացնել մասնակցությունը ընտրությունների, դա կլինի գործ։ Այսինքն Փաշինյանը չի վերարտադրվի։ Այո։ Ընդդիմությանն մենք չենք վերարտադրի։ Հա, ընդդիմությանն չեք վերարտադրի, հա, պաստոր, երկու, հա։ Կանենք փոփոխություններ քաղաքական համակարգի խաղի կանոնների 100 օր հետո կդնենք նոր ընտրություններ, համ Փաշինյանը, համ ընդդիմությունը թող գան առանց վարչական ռեսուրսի մասնակցեն այդ ընտրություններին։ Դուք անձամբ դուք կամ եթե որոշեք կլինի մեկը վարչապետ ձեզնից, ճիշտ եմ հասկանում, որը 100 օր հետո ընտրություն կազմի, որին դուք չեք մասնակցի։ Բոլորին դեմ եմ կուսակցություն չի մասնակցելու այդ ընտրություններին, գործադիր իշխանության լծակներ կրողները չեն մասնակցելու այդ ընտրություններին։ Տեխնացու որոշել եք կներեք։ Չէ, շուտով։ Քվեարկությամբ տեղի ունենալու ունենք 800-ից ավել շարժման անդամներ, այդ թվում հիմա կան մարդիկ գրանցվեն, բոլորին դեմ կետեմ կայքով գրանցվեն, ֆինանսապես աջակցեն, միանան մեզ ֆինանսապես աջակցող 200-ից ավել մարդկանց համայնքին, եւ ըստ այդմ նաեւ կմասնակցեն համ ցուցակի ձևավորմանը, համ առաջինից երրորդ համարի ձևավորմանը, համ վարչապետի անձի որոշմանը։ Դե քանի որ մոդայիկ է դարձել այդ սոցհարցումների կամ սեփական ունեցած տվյալների հրապարակումը, դուք էլ ունեք նման ներքին հետազոտություններ, սոցհարցումներ, որոնք թույլ են տալու դուք ինչ որ բան եք, ինչ որ տոկոտ է, դուք հիմնվում եք այն չկողմնորոշված մարդկանց վրա, որոնց մասին ես ասացի որ ոչ մեկին չեմ կա, չէ՞։ Կան ինչ որ տվյալներ, ես հիմա քանի որ չեմ կարող հղում տամ այդ տվյալներին,
չեմ էլ ասի ցուցանիշները ինչ են ցույց տալի։ Ձեր հետազոտությունների արդյունքներն Չէ, մերը չի, մեր համար վստահելի է, բայց մերը չի, մենք չենք ֆինանսավորել դա, բայց մեր համար վստահելի է դրանից եկող տվյալները։ Ես թվերին հղում չեմ անի, ես միայն պիտի ասեմ, որ ես տեսնում եմ նորմալ գործունյա ու մի քիչ մասշտաբային նախընտրական շտաբ ձևավորել կարողանալու դեպքում, երբ որ մարդիկ կամավորագրվեն քարոզչությանը աշխատեն այդ ուղղությամբ, միանգամայն ռեալ է խաղի ելքի վրա որոշիչ ազդեցություն ունենալը։ Բայց մեզ այդ իրադարձությունից բաժանում է ֆինանսական որոշակի բարիեր այս պահին, ինչ որ չափի մարդկային ռեսուրսի կարիք կա եւ ժամանակը, այսինքն մեզ 2 ամիս, ապրիլ, մայիս, դե հունիս ամիս չենք հաշվում մի շաբաթ հունիսից, 2 ամսվա ընթացքում պետք է կանանալ այդ 3 բանը, ժամանակը, փողը եւ մարդկանց համակարգել այնպես, որ դա արդյունքի բերի։ Հակառակը կարող լինի տոտալ ֆիասկոն։ Մնացածը որոշելու եւ աշխատելու հարցը։ Ամենադժվարը այդ 3-ից փողն էր, այսինքն դուք իմ հարցը կանխեցիք, խնդրեմ ունեք գումարի, որտեղ այդ հարցն էլ է կախված ի վերջո քաղաքականությամբ զբաղվել է գումար, չկա հա մեկ հոգի, մեկ ուժ, տարբեր մարդիկ, տարբեր միգուցե գործարարներ, որոնց ինչով եք անում այս ամեն ինչը։ Տեսեք, մեզ փոքր ֆինանսական աջակցություն ցույց են տալիս ամիսի 3000 դրամի կարգի, որոշները մի քիչ ավել, մոտ 200 հոգի մարդ, դա ամեն ամսյա այդպես բան է, բաժանորդագրություն է։ Մինչև ընտրությունների ավարտ մենք այդ կտորը ֆինանսավորման ունենալու ենք։ Այս կազմակերպչական աշխատանքներում ներգրավված ակտիվի մարդիկ են մի քիչ ավելի էական քանակի ֆինանսական ներդրում ունեցել։ Մինչև այս պահը տենց ենք գործել։ Փողի պակասը փորձում ենք կրեատիվության ու կամավորության հաշվին բանել, ասենք, չգիտեմ, YouTube-ում ամենօրյա ռեժիմով մեր ներքին խոհանոցը ցույց տվող տենց սերիալի ֆորմատով շտաբա վերնագիրը վիդեոներ ենք թողարկում, ասենք այդ վիդեոյի ամբողջ այդ production post production-ը դա մեր շարժման անդամներից մեկն է կազմակերպում, մենք դրա համար չենք վճարում, տեխնիկայի համար չենք վճարում, 1000 բան կա, որի համար մենք չենք վճարում, որովհետև մեր շարժման անդամներն են դա ոնց որ գործի դնում։ Բայց այնուամենայնիվ փող հա պետք է լինելու, նենց որ եթե նաև այս եթերը լսող մարդկանց մեջ կլինեն մարդիկ, ովքեր որևէ չափի 3000 դրամից սկսած որևէ չափի ֆինանսական աջակցություն կուզենան ցույց տան այս պրոյեկտին, կարող այցելեն բոլորին դեմ.am կայք, այնտեղ կա այդ ամսական բաժանորդագրության տարբերակը, որը 3000 դրամ է թույլ տալիս, եւ կա միանվագ փոխանցումը, որը օրենքով սահմանված առավելագույնի չեմ հիշում, երևի 2.5 միլիոնն է, հա, մինչև այդքան կարան փոխանցեն։ Վերջի հարցը, բոլոր թեզերի մեջ վտանգավորներից մեկը շատ, որ իշխանությունը անդադ կիրառում է, հիբրիդային բառն է, բայց ինչպես նկատում է ընդդիմությունը, ոչ միայն ընդդիմությունը, այդպես էլ չի հնչում երկրի անունը, արտաքին հետախուզության ծառայության մակարդակով զեկույց կա, ուրեմն երկրի անունն էլ է, չէ՞ հայտնի։ Ինչն է պատճառը, որ երկու տա կամ չկա նման սպառնալիք, կամ ինչ ձեր կարծիքով, ինչու չեն տալիս այդ երկրի անունը։ Կամ էլ իրանք էլ են այդ հիբրիդային ինքնիշխան ենք, դրան գումարենք դրան, որ մենք ավելի ինքնիշխան ենք, քան երբևէ չենք եղել ըստ իշխանության։ Ցինիզմը Նիկոլ Փաշինյանին ուղեկցող ամենա ակնառու քաղաքական որակն է, էլի։ Իր իշխանության օրոք Հայաստանի տնտեսական կախվածությունը Ռուսաստանի Դաշնությունից 2 անգամ բարձրացել է։ Տարածաշրջան վերջին 30 տարվա ընթացքում առաջի անգամ ռուսական զորքինքն է բերել 2020 թվականին, որպես խաղապահ կանգնացրել։ Այն որ բան ասենց Հայաստանը ռուսների ոտքի տակ դնող Ղարաբաղյան կլանը, ասենք Ղարաբաղցիները 90-ականների սկզբից պայքարել են, որ ռուսական խաղապահ զորք չմտնի Ղարաբաղի տարածք, որովհետև դա նշանակելու էր ամեն ինչի վերջը։
Դա Նիկոլ Փաշինյանի օրոք է այդ ձեռքբերումը տեղի ունեցել։ Եվ մի շարք այլ փաստարկներ, հիմա չդնեմ հիմնավորեմ թե Նիկոլ Փաշինյանը ինչքան սիրելի քաղաքական գործիչ է ռուսների համար եւ ինչքան ձեռնտու։ Դա տեղի ունեցել իր ժամանակ։ Այսինքն հանդգնում է այս ժողովրդի հակառուսական տրամադրությունները կապիտալիզացնողը ու դրոշակակիրը լինել եւ դա իր մոտ ստացվում է չափը չի անցնելու որովհետեւ այնուամենայնիվ ինքը գետնի վրա գիտի թե ինչ է ստեղծել եւ ինչ կախվածության մեջ է եւ բնավ չի ուզենա անախորժ իրավիճակների մեջ հայտնվի։ Մանավանդ որ ես կարծում եմ որ ինքը նաև ռուսներին պատկա 2021 թվի վերարտադրության համար։ Հա դրա համար անունը չի տա։ Կարծում եք երկրի անունը չի տա, որը մենք գիտենք։ Եվ ես կարծում եմ ինքը ռուսներին պարտք կմնա նաև 2026-ի վերարտադրության համար, եթե կարողանա վերարտադրվել։ Շնորհակալ եմ շատ։ Ես լավ շնորհակալ։ Հիշեցնեմ Կիզակետում այսօր բոլորին դեմ եմ շարժման ներկայացուցիչ Միքայել Նահապետյանն էր, Կիզակետի թողարկումներն ուշադալ տեսանյութեր դիտելու համար առաջարկում եմ բաժանորդագրվել մեր YouTube-յան ալիքին։ Կհանդիպենք